Այսօր հետաքրքիր բան է եղել պարոն Մինասյանը քաղաքացիական պայմանագրի Գյումրու համայնքապետի տեխնացուն եւ գործող քաղաքապետի պաշտոնակատարը փաստորեն էլի, հա, շատ արժեքավոր հայտարարություն է արել էլ ասելու չէ։ Մարդը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը եւ ինքը խոստանում են, որ 2026 թվականից Գյումրու համայնքապետական բոլոր մանկապարտեզները լինելու են անվճար։ Ծանոթ է այս ձևակերպումը ձեզ երբևէ լսել եք նախկինում իմ հաղորդումների ընթացքում մի տարի առաջվա, 2 տարի առաջվա, 4 տարի առաջվա, 10 տարի առաջվա լսած կլինեք, նորմալ է, վերջապես իշխող քաղաքական ուժը հասկացավ, որ Գյումրու մանկապարտեզները պիտի լինեն անվճար, հոակների մասին է խոսքը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Իսկապես սա ուրախալի լուր է, տխուրը այս լուրի մեջ այն է, որ 2-3 հատված կա նույնիսկ մի կտոր չէ տխուր։ Մեկն այն է, որ Գյումրու մանկապարտեզները Սարիկ Մինասյանը կարող էր այնպես անել, որ 25 թվականին լինեին անվճար։ Որոշ տեղերում մանկապարտեզները անվճար են, Երևանի մանկապարտեզներում։ Որոշ համայնքներում վճարովի է, ինչպես Գյումրիում, եւ մի շարք համայնքներում մանկապարտեզներ չկան։ Էլ չկրկնեմ, սա իմացեք եւ իմացեք, որ սա խտրականություն է, սա հակասահմանադրական է։ Եվ մենք այդ հակասահմանադրական ճենջի մեջ ապրել ենք ու ապրում ենք շատ երկար տարիներ փաստորեն։ Չարեց Սարիկ Մինասյանը այդ ընթացքում ավականունիստ չգումարեց, ավականունիստի գումարման առաջարկ արել էր ավականու անդամներից մեկը հենց այդ հարցով։ Էլ չեմ հիշեցնում, որ 16-17 թվականներին ավականու մեր թիմն էր նման բան նախաձեռնել եւ չէր հաջողել, ցախողել էր։ Այն ժամանակ էլ չընդունվեց այդ ուղերձը ցայների կեսից ավելին չհավաքելու պատճառով։ Սարիկ Մինասյանը չգիտեմ ինչու անցած 3 ամիսներին չուզեց դա անել։ Այսօր ասում է, բանը, մենք քննարկել ենք թիմով, բանով, որոշել ենք, որ կարևոր է պիտի արվի մոտավորապես, էլի կարող եք ելույթ նայել, հիմա բերանացի չպատմեմ։ Եվ 26 թվականին դա լինելու է։ Բա այդ ինչից հասկացաք, որ հարկավոր է Գյումրու մանկապարտեզները դարձնել լավ բան եք անում, ճիշտ եք ասում 26 թվից, հա։ Բա շուտ կանեիք էլի։ Դեկտեմբերից է նշանակված այստեղ այդ հարցն էլ այնքան ենք խոսացել, որ այս ծառ, թուբ, քար, ինչ է, սկամեյկա, բարձուր եւ այլն, բոլորը իմացել են, որ Գյումրիում մանկապարտեզները պիտի դարձվի անվճար։ Ես կոնե այդ մասին խոսում եմ կլոր 9 տարի։ 9 տարի աճուցախ բացատրում են, որ մանկապարտեզները պիտի լինեն անվճար։ Ինչ մի պարտման կա այդտեղ։ Կանեիք էլի, դեկտեմբերին կորոշեիք։ Չանել, մեկ էլ էս բանի Քարոզարշավի մեկնարկից 15 րոպե առաջ քաղաքացիական պայմանագիրը որոշում է աչքի լուսանք տալ բոլորիս։ Պետք է անեք, որ դառնաք քաղաքապետ կանեք, 1։ Մյուսը մեր քաղաքական ուժը Եվրատաշինքը խոստացել է 2 օր առաջ, ու հիմա կրկնում եմ ես դա։ Մենք դա անելու ենք իշխանությունը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում։ Առաջին նիստը հասկանալի է, ծանրաբեռնված նիստ է, երկրորդ նիստում ավականու որոշման մեջ փոփոխություն է արվելու եւ որոշվելու է, որ Գյումրիում մանկապարտեզները անվճար են 25 թվականի մնացած ամբողջ ժամանակահատվածի համար։ Ապրիլի 15-ից ապրիլի 30-ից սկսած։ Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 25 թվականի 8 ամիսների համար, ոչ թե 26 թվականի սկզբից։ Հենց այդպես։ Բոլոր նրանք, ովքեր ինձ հետ գործ են ունեցել, 5 րոպե են գործ ունեցել, 10 տարի են գործ ունեցել, գիտեմ, որ եթե ես ասել եմ, ուրեմն արել եմ։ Անհնար բան է, որ ես խոստացած լինեմ, չանեմ։